Սիրելի հեռուստադիտողներ, առողջության բանաձևն է մեր եթերում եւ այս ձևաչափի սահմաններում այսօր խոսելու ենք սրտի կանգի դեպքում ինչպես է անհրաժեշտ ցուցաբերել ճիշտ առաջին օգնություն։ Եվ այդ հարցում մեզ կօգնի Վազգեն Բեջանյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության բաժնի ղեկավար, ողջույն Վազգեն, եւ հրահանգիչ Մանեն, ողջույն Մանե։ Վազգեն, կարծում եմ մենք ունենք մի քանի հարց կապված այն գործողությունների մասին, որոնք որ պետք է լինեն ցուցաբերման ժամանակ։ Ես փորձեմ այդ 3 հարցերը իրար հետևից տալ, որից հետո կցանկանամ, որպեսզի դուք պատասխանեք, եւ այդ ամենը կարող եք անգամ դեմոնստրատիվ կերպով մեզ ներկայացնել։ Բարի։ Առաջին հարցը հետևյալն է. ինչպես հասկանալ, որ մարդը սրտի կանգ ունի եւ չի շնչում։ Երկրորդը, որոնք են այն քայլերը, որոնք որ պետք է կատարել մինչև կրծքավանդակի սեղմումները սկսելը, եւ վերջին հարցը, որն է ճիշտ ռիթմը եւ որն է այն ճիշտ տեխնիկան, որով կատարում է CPR-ը։ Շատ բարի։ Գլոբալ տեխնիկայի վերաբերյալ մեր հրահանգիչը շուտով ցույց տալի դա գործնական մասով, իսկ ոնց հասկանանք եւ ինչ գործողություն պետք է կատարել մինչեւ կրծքավանդակի սեղմումները, նախ ամենաառաջինը պետք է ստուգել գիտակցությունը, որից հետո կատարել շնչառական ուղիների բացում եւ կատարել 3 զգարաններով ստանդարտ շնչառության ստուգումը, որից հետո եթե մենք հասկանում ենք կա սրտի կանգ, միանշանակ ամենաառաջի գործողությունը դա ահազանգ շտապօգնություն, որից հետո արդեն կատարել սիրտ-թոքային վերակենդանացումը։ Իսկ ավելի կոնկրետ սիրտ-թոքային վերակենդանացման գործողությունը հիմա մեր հրահանգիչը պրակտիկ աշխատանքով կցուցադրի, որպեսզի ավելի պարզ եւ հասկանալի լինի։ Խնդրեմ։ Ներկա պայծրությամբ հիմա ընդունվում է ճիշտ դիրք, ոտքերը բավականին մեծ նշանակություն ունի, ոտքերի բացվածքը հավասար պարանոց եւ որովայն պորտի գծով, եթե կա հագուստ միանշանակ մենք պետք է հագուստը բացենք, որպեսզի անմիջապես նկատենք մաշկի կենտրոնը, որպեսզի ճիշտ կարողանանք օտեղնորոշենք սեղման կենտրոնը, որից հետո արդեն կատարվում է սեղման կենտրոնի որոշում ձեռքերի մատերի օգնությամբ եւ այդ սեղման կենտրոնով արդեն կատարվում է, սա կոչվում է ՍԹՎ բանալի տեխնիկա, ուժեղ ձեռքը գտնվում է տակից, վերևից գտնվում է արդեն մեր մյուս ձեռքը եւ փակվում է։ Տվյալ տեխնիկան ապահովում է, որպեսզի երկու ձեռքերը համաչափ ուժերը ապահովեն եւ ուժի կորուստ չլինի, որից հետո արդեն կընդունում ենք մարմնի իրանի դիրքով տուժածի մարմնի նկատմամբ 90 աստիճան դիրք եւ կատարում ենք արդեն մեր նախատեսված սեղմումները 30 սեղմում եւ 2 ներփչում, սա միջազգային ստանդարտով թույլատրվող գործողությունն է։ Սեղմումները տղամարդկանց եւ կանանց պարագային պետք է տևի, խորությունը պետք է լինի 5, առավելագույնը 6 սանտիմետր խորությամբ։ Պետք է սեղմենք եւ թողնենք, որպեսզի կրծքավանդակը մինչեւ վերջ որգա։ 30 սեղմումից հետո պետք է կատարվի շնչառական ուղիների բացում եւ կատարվի 2 ներփչում, փակելով քթանցքը, կտրուկ ներփչում, որից հետո բացել քթանցքը, նորից էլի խորը շունչ ու փչել էլի նույն գործողությամբ։ Ներփչումից հետո էլի հետ վերադառնալ։ Հիմա արդեն հրահանգիչը ցույց կտա ինքը գործողությունը ըստ արագության ոնց է կատարվում։ Սա մեր հիմնական գործողությունն է եւ այսպես մենք անընդհատ գործողությունը շարունակում ենք մինչեւ մի քանի պայմաններ կան դադարը տալու։ Ամենաառաջի պայմանը դա նախորոք ահազանգած շտապօգնությունը, երբ որ արդեն հասնում է դեպքի վայր եւ դա արդեն փոխանցում ենք բժիշկներին, դա բժիշկների գործողությունն է։ Երկրորդ տարբերակը, եթե մեզ ինչ որ մեկը ընթացքում փոխարինում է, այսինքն մենք դադար ենք տալիս, մեզ փոխարինում են, շարունակում են աշխատանքը եւ մյուս տարբերակը դա երբ որ արդեն կա գիտակցության նշաններ, նկատվում է շնչառություն եւ տուժածին վերելու ենք արդեն վերականգնողական դիրքի աջ կամ ձախ կողմի վրա եւ դրանով ընդհանուր ինքը աշխատանքը սահմանափակվում է սիրտ-թոքային վերակենդանացման գործողման ժամանակ։ Անչափ շնորհակալություն ձեզ, Վազգեն, Մանե ձեզ, կարծում եմ սա շատ կարևոր ինֆորմացիայի տեղեկատվությունը, ինչպես նաև պրակտիկ մասը շատ կարևոր է, քանի որ սա կարող է լինել ճակատագրական, իսկ ամեն վայրկյանը նման իրավիճակներում կարող է լինել վճռորոշ։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ շատ կարևոր եւ օգտակար տեղեկատվություն լսեցինք եւ ականատես եղանք, այնպես որ եղեք տեղեկացված եւ հիշեք, որ ամեն վայրկյանը նման իրավիճակներում կարող է լինել վճռորոշ եւ առաջին օգնությունը, որը կատարվում է ճիշտ եւ ցուցաբերվում է շատ ճիշտ, կարող է օգնել, փրկել եւս մեկ մարդու կյանք։ Եղեք տեղեկացված, մնացեք մեզ հետ։